Վերջի շրջանում ձեր անունը շատ ճահարկվեց մամուլում, մարզի բնակիչներից մեկը բողոքել էր, որ հեղափոխությունից հետո նոր կներեք Սուրիկ Խաչատրյանն է հայտնվել, առանց ձեր Դաբրոյի մարզում ոչինչ տեղի չի ունենում, ոչ դատախազներն են աշխատում, ոչ էլ ոստիկանությունը, ձեր մեկնաբանությունը դրա վերաբերյալ։ Նախ ասեմ, որ ինքը մեր մարզի բնակիչ չի, երկրորդը իրենց գնահատականները թող իրենց պահեն, իրականությունը չեն ներկայացրել։ Իրականությունը նա է, որ այդ խողովակաշարը ոռոգման համակարգ է, ինքը որպես այդպիսին դրա իր տակ կա մոտ 1000 հեկտար ոռոգվող տարածք։ Իրենք ներկայացրել են, որ ունեն փաստաթղթեր այդ ջրագծերի հետ կապված եւ դա իրանց սեփականությունն է, ինչը իրականության հետ չի համապատասխանում։ Իրենք ունեն, այսինքն ձեռք են բերել վկայական ավելի ուշ, քան սկսել են այդ գործընթացը իրականացնել, դրա համար քրեական գործ է հարուցվել, այս պահին քննություն է իրականացվում։ Այն վկայականները, որոնք իրենք վկայակոչում են, թե իրենք ունեն, դրանք սերվիտուտի վկայական են, ոչ թե ջրագծի վկայական, եւ դրանով իրանք իրավունք չունեն այդ խողովակաշարը քանդելու։ Իսկ ինչը որ վերաբերում է իրենց հնչեցած անուններին եւ փորձել նմանություններ գտնել, ցավում եմ իրենց համար, որ այդպիսի գնահատականներ են տալիս։ Դատախազությունն ու մյուս իրավապահ մարմինները աշխատում են այդ ուղղությամբ, կլինի ավարտ, բոլորդ կիմանաք դրա մասին։ Իսկ մարզում ընդհանուր առմամբ իրավիճակը ինչպիսին է, հաշվի առնելով, որ Ադրբեջանը պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում սահմանային լարվածության վերաբերյալ եւ նաեւ թշնամին մինչեւ այսօր դեռևս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Թշնամու կողմից ինչ որ հայտարարություններ, եթե լինում է պաշտպանության նախարարությունը արձագանքում է դրան, հանգիստ մթնոլորտը մարզում, մարդիկ ապրում են բնականon կյանքով։ Ազատված աշխատակիցներին ինչ-որ օգնություն ցուցաբերել է մարզպետարանը կամ կառավարությունը։ Մարզպետարանը այդ առումով հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի, այս պահի դրությամբ եւս այնտեղ ավելացվում են աշխատողներ, արդեն իսկ ավելացել են աշխատողներ, այնպես որ այդ մասով եւս աշխատանք տանում ենք։ Սահմանազատման հետ կապված ինչ տեղեկություններ ունեք, հնարավոր է կանոնակարգի հաստատումից հետո արդեն սահմանազատման գործընթաց օրինակ սկսի Գեղարքունիքի մարզում։ Որևէ տեղեկություն չունեմ այդ մասում։ Նշում եք, որ կոռուպցիա չկա, կապերը չկա, պարոն Մարզպետ, բայց Քարամյանն օրինակ ազգային ժողովում հայտարարեց, որ զանգեր է ստանում պաշտոնյաների կողմից։ Դուք օրինակ զանգել եք Քարամյանին երբևէ եւ ձեր բարեկամների համար ինչ-որ քրեական գործեր, այսպես ասած, ջրել տվել եք։ Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան եւ ես որևէ մեկին նման զանգ չեմ արել ու խնդրում եմ հասցեատերը փոխեք այդ մասով։ Ես չեմ կարող ասել, ես նման բան ասեցի։ Ձերի մեջ չկա։ Տեսնեք, ինձ է կոնկրետ հարց ուղղված, դրա համար ես իմ մասով պատասխանեցի։ Դուք ասացիք, որ տեղեկություններ չունեք սահմանազատման գործընթացի վերաբերյալ, չունեք, որովհետև չեն ասում, թե չունեք, որովհետև հետաքրքրված չեք։ Եվ կան օրինակ մարզից տարածքներ, որոնք օրինակ կարող է սահմանազատման արդյունքում, ինչպես Կիրանցում եղավ, հայտնվի թշնամու վերահսկողության տակ, հանձնվի իրեն։ Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս, որևէ այլ պետությանը չի հանձնվում ու չի հանձնվել։ Խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձրեք եւ մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով։ Իսկ այն հատվածները, որտեղ ադրբեջանական կողմը առաջ խաղացում էր ունեցել Գեղարքունիքի հատվածում, դրա վերաբերյալ հնարավոր է սահմանազատման հետևանքով հետ գնան միանշանակ։ Ինչպես եք վստահ, որ նման հայտարարություն եք անում։ Ինչով եք վստահ ձեր հայտարարությունը։ Որտեղ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը լինելու է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Բայց հիմա սուվերեն տարածքը օկուպացված է։ Այո, ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ։
ու վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու։ Երբ որտեղ այն ժամանակ ասում էին Ժամկետներ- սեփականորը կգնան դրա համար։ Ո՞վ է կերակրում։ Ես խնդրում եմ ովքեր որ նման բան են ասել, իրանց այդ հարցը տվեք, չգիտեմ էլ ում մասին եք խոսում։